Սաթենի հետ խոսեց, ասես, որ արագ տուն պետքա գնա։ Ինձ էլ տուն բերեց ու գնաց։ Սաթենի։ Չէ, ամեն ինչ նորմալ է Սաթենի հետ։ Գործնական խնդիրներ կային ինչ-որ։ Դու են ասա, Արամը զանգեց, հանձնել է։ Հա, զանգեց, 20-ա ստացել։ Ասեց երեխեքի հետ եմ։ Թող գնա մի քիչ լիցք հաթափվի, մեկա դեռ քննություններ ունի։ Հետո էլ ասում էր, որ չի ուզում կառավարում սովորի։ Իսկ ինքը գիտի ինչա ուզում դառնա։ Դե մի անգամ որ հետո խոսեցի, այդ ժամանակ ասեց, որ բժիշկ կա ուզում դառնա։ Մամ։ Մամ։ Թեյ խմենք։ Հա, հիմա տնեմ։ Պա, Արգամ ջան։ Լավ եմ, լավ։ Վերջ, արդեն հասատում, նորմալ է, կարող ես։ Արգամ ջան, կներես, բայց այս վիճակում ես քեզ մենակ չէի թողնի։ Հա, բայց ինչ ա եղել։ Լավ եմ, ասացի արդեն նորմալ է ամեն ինչ։ Դու չխառնվես, բալես։ Անկողինս բացել է։ Վարդան ջան, ներս արի մինչև բարձնա։ Չէ, մերսի, դուք հանգիստ մնացեք, ես գնամ, հետո կզանգվեմ, լավ։ Լավ։ Ապե բայց շատ թիթիզնես է, պիցա։ Հետո էլ ասում ես, «Օպե, անայսը դուրս չի գալի»։ Ատացար էլի։ Բա ինչ մի պիտուխացար, դրիր խզարիր։ Խաղը խաղում ենք։ Անայսն ինչ կապ ունի։ Ախե էլ միջև այդ գլորում։ Ոնց ստացվել է, տենց էլ գլորել եմ։ Ինչ եղան, մի ժամը պատրաստվում է։ Մենք եկանք, Յա, բրկվանք։ կներեք սպասացնելու համար։ Ուր ենք գնում։ Հաղթողներ են որոշում, չես հիշում։ Ահա, ասեք, ուր են գնում։ Ինձ մեկա։ Եկեք գծու ուտելու գնանք։ Չոչի, մենք որ հաղթենք, ես էլ էի նույնը առաջարկելու։ Դե հագնվեք գնանք։ Իսկ կառուցապատողից Ամնը չկա, բայց միևնույն է, գալու է հանդիպման հաստատ։ կարա ներկայացուցիչը գա։ Դե, կարող է, հա, բայց դե։ Սաթեն։ Արի, համո, արի։ Ում տեսա հետը խոսացի, բարև արեք ջան։ Բարդյացում։ Ինչ են ասում։ Ոչ մեկն չի ուզում։ Այդ թղամը առանց մեր տները քանդել ու չի կարա կառուցվի։ Մարդիկ 1000 հարց են տալիս։ Բայց փոխհատուցումը, բայց տված փողով իրանք որտեղ են տեղավորվելու, կամ ընդհանրապես կարողանալու են տեղավորվել։ Այսինքն եթե լավ փոխհատուցում լինի, մարդիկ կհամաձայնվեն։ Չեմ կարող ասեմ արեք ջան։ Բայց մեկը վերջում ասում են, չէ, լավ աղբեր չենք ուզում։ Հա։ Դե լավ դու երեխան հաց դուրս նորատուրն եկել, ես մի հատ գնամ այդ հետևի փողոցներով էլ պատտվեմ։ Բա, եթե սենց խոսակցություններ են գնում, այդ նշանակում է ներքին հաշտեցում կա։ Ինձ թվում է մարդիկ հիմա ուղղակի փորձում են համակերպվեն։ Իրանց թվում է եղած բանը, բան չեն կարա փոխենք։ Արգամը լավ չի։ Լուսան է գրել։ Ասում է չի կարա դուրս գա, այսօր պիտի դուրս գայինք քայլենք։ Զուգադիպությունն է։ Ես միշտ էլ իմացել եմ, որ ամուսնանալու ենք։ Մտածում էի աշնանա արձակուրդ կվերցնեմ։ Օլյա, ինձ համար կարևոր է, որ իմանաս, որ քեզ միշտ էլ լուրջ եմ վերաբերվել։
Ուղղակի այդ աղջկան, որ տեսա չգիտեմ հետս ինչ եղավ։ Մինչև հիմա մտքիցս դուրս չի գալիս։ Թող։ Ինձ դժվար է քեզ սենց տեսնելը։ Ինձ վերջին սրիկան եմ զգում, չնայած տենց էլ կա։ Ու չնայած որ Լուսեն ինձ չի էլ նայում, բայց մեկա չէի կարա ես քեզ չասեի այս ամեն ինչը։ Ու ինձ էշի տեղ դրած այս հարաբերությունները շարունակեի։ Դրա համար շատ շնորհակալ եմ։ Ուր։ Տուն։ Ես չեմ ուզում քեզ սենց բաց թողնեմ, խնդրում եմ, արի գնանք, մի քիչ քայլենք, հետո Չէ, ես այս պահին տուն եմ ուզում գնալ։ լավ տուն կտամ։ Խնդրում եմ, գոնե թող դա անեմ։ Եթե ինչ-որ բանի կարիք ունենաս կամ ընդհանրապես Դե ասեք, ով ինչ ա ուտում։ Վիկ, հաղթողներ են որոշելու ինչ ես ուտելու։ Տենց էինք պայմանավորվել, չես հիշում։ Չէ։ Հա լավ, ինձ մեկա ստեղ ինչ կա, չկա համովը։ Էդ հաստատ։ Դե, Արամ Անայիս, ասեք տնամ ինչ ենք ուտում ես ու Վիկան։ Արամ ասա էլի, Անայիսը դաժան է։ Ուտած մեզ ես դաժան, չէ՞։ Անայիսի աստիճան։ Ո ավելի շատ։ Պո։ Զարմացրիր, դե ասա։ Ես առաջարկում եմ Արտուրը ուտի կծվության առաջին աստիճանը։ Դրա ինչն է դաժան։ Դե Արտուրը կծվից իր հարա։ Ուրեմն Վիկան էլ 7-րդ, որովհետև ինքը չի կարողանում կծու ուտի։ Ես էլ 5-րդ կուտամ, իսկ դու որ ուզում ես։ Երեխեք, չենք կարա մի քիչ մեղմենք պայմանները։ Ես կապ չունեմ, մենք ենք պարտվող կողմը։ Վիկա մի նվա էլի։ Ստեղ մի կարևոր բան կա Վիկա։ Դուք մի թիմ եք ու կարաք իրար օգնեք։ Այսինքն դու կարաս ուտես իմ առաջին աստիճանը, ես էլ կարամ ուտեմ քո 7-րդ աստիճանը։ Ուրա! Եթե մի անգամ էլ տես բան անես, Վիկա, քո 7-րդ աստիճանը մենակով էլ կուտես։ Ես ընդամենը մերսի էի ասում։ Լավ կատակ է անում հանգստացի։ Լավ նայելի չոչին, մեկա ոնց լինում ա մեր ուզած բաներն ենք ուտում։ Այսինքն հիմա հին թաղը քանդելու են, որ նոր թաղամաս կառուցեն։ Խնդրում եմ հրաժարվի այդ մտքից։ Իմ ընկերության անունով է տրվել փաթեթը։ Ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Դու որ ստորագրում ես, չգիտեիր ինչի տակ է ստորագրում։ Հին թաղում մի քանի արտադրական տարածքներ կան, դու պիտի որ լավ հիշես դա։ Փաթեթը տալուց խոսքը միայն դրանց մասին էր։ Այսինքն պիտի քանդվեր այդ տեղը ու դրա փոխարեն կառուցվեր մեր առաջարկածը։ Իսկ երբ փաթեթն արդեն տվել էինք, Սուրենն ինձ ասաց, որ լավ կլինի, եթե տարածքը մի փոքր ավելի մեծանա, որ կարողանանք ավելի լուրջ ու մեծ թաղամաս կառուցել։ Եվ հետո սա առաջին դեպքը չէր, մենք էլի ենք արել նման բաներ։ Գնել ենք մարդկանցից տները եւ իրենք են գոհ մնացել եւ մենք։ Ու պայմանավորվել է մարդկանց հետ։ Սովորաբար այդ հարցերով Սուրենն է զբաղվում։ Արդեն ժամանակն էր, որ պայմանավորվեր ու վաղուց պիտի նաև կառուցապատման ծավալները փոխված լինեին։ Բայց մի քանի օր առաջ եկավ ու ասեց, մարդիկ համաձայն չեն վաճառում իրենց տները։ Այսինքն հիմա փոփոխված տարածքը հաստատվել է կառուցապատման համար,
բայց մարդիկ չեն ուզում վաճառեն իրենց տները։ Լավ դե որ բան իմանաս ինձ էլ ասա։ Լավ։ Արգամն ա վատացել սիրտը լավ չի, ինչ-որ աշխատողն էլ տուն ա բերել։ Մարիամը բայց դեղ ա տվել իմ արդեն մի քիչ լավը։ Ինչի՞ց ա վատացել որ։ Աշխատողը չի ասել։ Լուսանել հետը չի խոսացել։ Մարիամն ա մոտը մենակ։ Լավ, սա ես գնամ իմ սենյակ մի քիչ աշխատամ, որ բան իմանաս։ Լավ, կասեմ։ Արե Էրիկան նվնվասն է, ասում եմ բան չի հասկացել, հանգիստ ապրի։ Այդ սկզբից էլ պետք է տեղից սկսեիր, բա ոնց։ Լավ եղավ, լավ փոխանցեմ, ելավ։ Այ, ոնց եմ զզվում սես ծախու տեսակից։ Տիգին, լսի վաղուց քեզ լավ նվեր չի եղել։ Տեսքը գայթակղիչ է։ Ներսինն է վատիկը չի չնայած, ել է շատ գայթակղիչ է։ Շնորհակալ եմ։ Գիտես չէ, Անայիսը նորմալ հանձնեց քննությունները, դες որ կարաս իր համար եմ հացից վերցնես։ Իզաբել, ասիլը, Դավիթը չի զանգել։ Չէ։ Դեսի զանգում են չի պատասխանում, երևի հեռախոսն անջատել։ Դե բայց առաջին անգամը չի, ինչ ես խառնվել իրար։ Չէ, ամեն ինչ նորմալ է, հարցեր կա։ Բալես արի ինձ կերակրի է շուտ դուրս գամ, լավ։ Արագացր։ Ձեր հավաքած համարն այս պահին անհասանելի է։ Չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ է լինելու հիմա։ Սուս, Մարիամ, սուս։ Լավ, չես կարա հրաժարվես ու վերջ։ Ինձ կներեք, պապ, ուզում եմ իմանալ ոնց ես։ Արի բալես։ Լավ եմ, լավ, արդեն լավ եմ։ Վախեցա, պապ։ Ինչ կար վախենալու։ Այս երկու օրը ճնշումս հերս անիծեց, բայց հիմա արդեն լավ եմ։ Բա, ախպերը տեկավ։ Զանգեց ասեց մի ժամից։
Քննությունն էլ շատ լավ է հանձնել։ Դե լավ է։ Թող այդ քննությունները հանձնե, որովհետև դրանից հետո գալու է հետս աշխատանքի։ Հա, ասես որ կանչել ես։ Դե ես էլ մի քանի բան եմ բացատրել, բայց ախր իր մասնագիտությունը Հա, ինչ։ Ինչ, այ բալա, հիմա իմ ունեցածն էլ էտա։ Դու ճարտարապետ ես, նա էլ կառավարման մասնագետ պիտի դառնա։ Ես էլ ուզում եմ, որ հասկանաք գործից, որովհետև հետո այս իմ գործը դուք եք շարունակելու։ Պապ։ Մի քիչ շուտ չես ուզում թոշակի գնաս։ Հա, էլի։ Ինչ հա էլի, անմիջապես վրա տվեցիք, հա էլի։ Կյանքը ինչ անակնկալ ասես կարող է մատուցել, ես մանկուց եմ սովորել դա։ Այնպես որ բալես ինձ թեյ գտաս։ Կանաչ։ Լավ։ Լավ։ Արգամ, ես ինչ նոր մտքեր են։ Լավ էլի Մարիամ, առանց էդ էլ սիրտս վատ է։ Սիրտդ վատ է, ուրեմն պետքա գնալ մասնագետի մոտ։ Իսկ ինչ անելու այդ մասնագետը։ Գտնելու է։ Հասկանալու է խիղճս ինչքան է ինձ տանջում։ Կամ դրա դիմաց ինչ որ բան առաջարկելու է ինձ։ Հրաժարվի էլի։ Խնդրում եմ, հրաժարվի։ Թող Սուրենը ինչ ուզում է անի մենակ։ Կարծում ես չեմ մտածել այդ մասին։ Այն էլ քանի անգամ։ Լավ, բա ինչն է քեզ հետ պահում։ Վախը։ Հա։ Վախը։ Դու շատ լավ ես ճանաչում Սրապյանին ու գիտես թե ինչերի է ընդունակ։ Վրաներովս կանցնի իսկի աչքն չի թարթի։ Ինձ համար չեմ վախենում։ Ձեզ համար եմ վախենում։ Մի քիչ կամաց խոսի, Արեգը սենյակում է, չեմ ուզում լսի։ Հասկացա։ Մի խոսքով։ Այդ վերևի թաղում մեկը կա, որ շինարույթի խանութ ունի։ Դու լավ գիտես։ Արտական ու։ Հա, երևի չգիտեմ։ Ինքն էլ է տեսել այդ մարդկանց ու հարցրել է, ո՞ց արկում ես նոր թաղամասը, ասել են ձեր թաղից աղել ժամանակին։ Հիմա ես մտածում եմ, ով կա տենց մարդ ու մտքից ոչ մեկը չի գալիս։ Դու գիտես։ Սաթել։ Քեզ ինչ եղավ։ Սաթ, կարող է սուրճ խմենք։ Հիմա կբերեմ կպատրաստեմ։ Հա, ասում, գիտես նես մատ մեր թաղեցի, որ հիմա շենք իրաց սարկում։ Չի համոչ գիտեմ։ Հա, լավ, ես գնամ մարդկանց խոսացնեմ, կարող մենք դու մեկը գիտի։ Գնա։ Ադելավա գոնե, աղջիկների տաքսի փող երիկեց։ Մենք ոտքով եք արեն գնանք։ Ապա էսի ճիշտ չի։ Ինչ։ Ապա ես գիտեմ թե ինչի համար եմ ոտով տուն գնում։ Դու սրա հետ կապ չունես։ Փողդ էլ հետո կտամ, էլի։ Հորիցս փող վերցնելու լիմիտը այս ամսա պրծել է։ Ախպերական անցի։ Բայց այդ լիմիտի պահով երեսին վրա է լիմիտ դրել։ Հեսա քննությունները վերջացնենք, պետք է գնամ մոտը աշխատեմ։ Ապա կարող է իմ համար էլ մի բան գտնվի։ Կհարցնեմ պապայից։ Լսի, դու այսօր տեսել են Անայիսը մի տեսակ էր նայում։ Mən միշտ էլ էտ է։ Այսօր ավելի ագրեսիվ է։ Համել հավրետ էր նայում։ Լավ շունչ կաշի։ Լսի, հոպը ասում եմ կարող է, վերջում զիր հարվի քեզ։ Աստված չանի։ Անայիս կարաս ասես քեզ ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ոնց ոչ մի բան։ Լսոր ամբողջ օրը ագրեսիվ էր ու ոչ միայն Արամի հետ, բոլորիս։ Ստից բաներ ես խոսում։ Ինչն է ստից։ Դու հա գիտես, որ ես կծվից ալերգիա ունեմ, դիտմամբ էիր անում։ Խոսա Անայիս։ Ինչ ա եղել քեզ։ Արդեն ասեցի, ոչ մի բան էլ չի եղել։ Ես ասեմ ինչ ա եղել։ Արամը սկսել է դուրդ գալ։
ու այդ քեզ հեչ դուր չի գալիս։ Ստեղ պահեք էլի։ Անա այս երեխա է, սպասի խոսանք։ Անայի։ Բարի գիշեր։ Ես դու տանն ես։ Մենակ ես տանը։ Չէ, մաման ու պապան ներս են։ Այս պապայի գործընկերը չի։ Հա, ինքն է։ Ճանաչում ես։ Մի երկու անգամ եմ տեսել։ Ինչ կա։ Ինչ ձևի մարդ, հա։ Զզվելի։ Չէ, լուրջ։ Լուրջ եմ ասում, լպրծուն դեմ կա չես տենում։ Զարմանում եմ պապան ոնց է հետը գործ բռնել։ Իսկ երկար ժամանակ են աշխատում իրար հետ։ Ահագին։ Ինչ կա, բան է եղել։ Չէ, ուղղակի ուզում եմ իմանալ ով է։ Բան կա։ Չէ։ Սոված չես։ Համով բան կա ուտելու։ Դու գնա փոխվի, ես ճաշտակացնում։ Շնորհակալ եմ մեծ քույր։ Խելար։ Բաժանվեցիք։ Դե հա։ Շատ լավ, շատ լավ։ Հիմա դու գնա տուն, կամ ուզում ես ես քեզ տանեմ։ Ո երեխա չեմ։ Բայց երեխա ես, ինչ ես իմ երեխան ես, հիմա տես։ Գնում ես տուն։ Գիտեմ ինչ ես անում, ինչ գործեր ես անում, կինո ես նայում, հաց ես ուտում, միջև քունդ տանը, իսկ առավոտ գալիս ես օֆիս։ Բայց ինչ կա առավոտը։ Կգաս կխոսանք։ Ես հիմա գնում եմ Արգամենստում, մի հատ գործ կա։ Չի բացառում, որ այսօր քո երջանկության սերմերը ցանեմ։ Կգաս կխոսանք։ Դե դավայ գնա։ Այդ աղջիկը հաստատ քո կինն է դառնալու։ Բայց լսի, դու իրան սիրում ես, չէ՞։ Սիրել են խոսքը չի։ Ուրեմն ինքն էլ քեզ կսիրի։ Եղավ։ Դավայ գնա։ Գնա։ Zaten. Saat. Da. Ալո, ձեծ համո, դու Սաթենին տեսել ես մեր տնից դուրս գալուց հետո։ Դե տանը չի զանգում եմ ձեռին հեռախոսներ պարզվեց տունն ա թողել։ Իսկ տեղ եկես կարող է ինչ-որ մեկին պիտի տեսներ։
Հասկացա, չէ, մերսի, ձյացամ, նորմալ է։ Լավ։ Հազար տարի է մեր տանը չէիր եղել։ Ես ոնց եկել ես Սաթեն։ Արա մոր մնացիր։ Մենակ ես եկել։ Հո բան չի եղել։ Չէ, բան չի եղել։ Ձերոնք ուր են բա։ Երեխեք։ Ինչ է հակ։ Կարոտել էի։ Ես էլ։ Բարեկը։ Տան արեգը։ Իսկ կարող է զանգենք ինքն էլ գա։ Չէ, տենց պատահական էր վավիմ գալը։ Արեգն աշխատում էր չուզեցի անհանգստացնեմ։ Խոսելու բան կա։ Արգամը տաննա, չէ։ Հա, տաննա։ Հուսամ քնած չի։ Չէ, քնած չի։ Հրաշալի։ Ուզում եմ տեսնել իրան։ Հա, իհարկե։ Ոչինչ որ այս ժամին եմ եկել։ Հա, ինչ ժամա, որ 8-ն է, էլի։ Ուղղակի պապատ տանը չի։ Հա, գիտեմ որ տանը չի, մի քիչ առաջ տեսա։ Կարող է իմանաս ուր է գնացել։ Դե ոնց հասկացա, Արգամենց տուն էր գնում։ Սուրճ կխմես, թե սոված ես։ Չէ, սոված չեմ, սուրճ դու։ Իզաբել, դու պապայի ու Արգամի գործերից ինչ գիտես։ Դե ինչ որ բոլոր այդ գործընկերներ են։ Արդեն քանի պրոյեկտ է իրար հետ են աշխատում։ Լավ, իսկ ինչ որ ուրիշ բան, որ բոլորը չգիտեն։ Չգիտեմ, գիտես, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ հայրդ Արգամին բռի մեջ է պահում։ Այսինքն։ Դե չգիտեմ ոնց ավելի ճիշտ բացատրեմ։ Գուցե սխալվում եմ, դա իմ տպավորությունն է։ Ինչի՞։ Չես հավատա, բայց այսօր իմ մոտ էլ էր տենց տպավորություն։ Լավ, իսկ ինչ ես մտածում, այդ ինչի արդյունք ունի։ Դե որպես կանոն հայրդ միշտ ավելի շատ է գումարներ դնում ու դրանով առաջին գծում է հայտնվում։ Տարբերակ է։ Իսկ ուրիշ։ Ուրիշ։ Հորդ սիրած տարբերակը մարդկանց շանտաժ անելն է։ Ուղղակի մի տեսակ Արգամը շատ պարկեշտ մարդ է։ Չգիտեմ։ Պարզապես ես չեմ կարող կիսատ թողնել այս գործը, հասկանում ես, չէ՞։ Իմ ամբողջ կյանքի աշխատանքը ջուրը կընկնի։ Վերջում ես քո գումարը կվերադարձնեմ։ Հարցը մենակ փողն է, ես չեմ հասկանում։ Լսի, բա մեր ընկերությունը, բա իմ կամպանիան, իմ անունը, իմ պատիվը, այդ սա հեչ։ Չէ։ Ասեմ ավելին։ Քո այդպես ասած կոմպանիան չի դուժի, դեռ ավելին կշահի։ Սնանք չի ճանաչվի։ Այսի բայց ես լավն ես, այսինքն դու իմ գործը իզնից խլում ես, տալիս ես ուրիշին, բայց ես դեռ շահում եմ, հա։ Բա ինչ անեմ, երբ դու ասում ես, որ փող չկա։ Կա։ Փող կա։ Հին թաղի փաթեթը հաստատվել է քո ընկերության կողմից տված փաթեթով։ Բա բնակիչները։ Բնակիչները ինչ։
Ամեն ինչ շատ օրինական է։ Հենց որ սկսում ենք արգամ, սկսում ենք հիմա դες ոնց է փողը լցվելու գլխներիս։ Ինչ է արգամ, լավ չես։ Լավ։ Արգամ ջան, Մարիամ, խնդրեցի։ Խոսելու բան կա արգամ։ Սավայնանից տնից դուրս եկեք, չէ՞։ Պապայի շնորհակալություն ես հայտնելու, սպասեմ։ Ես քեզ հարազատի պես ընդունեցի։ Հին թաղն էլ։ Բա հիմա դու ուզում ես մեր տունը քանդել, արգամ ջան։ Այդ ես եմ իրան նեղացրել։ Ու ոչ միայն նեղացրել, նաև ցավացրել։ Չասես ես եմ ասելու։ Ինչ ես ասելու, քաջ։ Դու պատրաստ ես իմ կինը դառնալ, եթե անգամ մեր ընտանիքների միջև թշնամանք սկսվի։ Արեք, չեմ հասկանում ինչ ես ասում։